օկոնոմիակին ճապոնական կերակուր է, որ ստեղծվել է պատերազմի շրջանում, երբ սնունդը քիչ էր։ Մարդիկ խառնում էին խմորի հետ այն մթերքը, ինչ որ կար ձեռքի տակ, եւ տապակում էին։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք օկոնոմիակի։ Օկոնոմիակի մեր տարբերակը։ Կսկսենք կաղամբից։ Գործ ենք դնում տախտակը։ Վերցնում ենք 300 գրամ կաղամբ։ Կոշտ մասը մեզ պետք չի, հեռացնենք, կտրատում ենք մանր խորանարդիկների։ Լցնում ենք թափանցիկ թասի մեջ, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, շաքարավազով, և տրորում ենք։ Այս կերպ մշակելիս կաղամբը ավելի նրբանում է։ Թող հյութը դուրս գցի, ավելի ուշ կազատվենք հյութից։ Սոխերած ենք անում։ Սոխը կտապակենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայով։ Վերցնում ենք մեկ միջին չափի սոխ, դա նկարդեն ունենք, կտրատում ենք մանր, որպեսզի սոխը կարամելացվի, կհամեմենք մառանիկ ընկերության շաքարավազով և աղով։ Առաջարկում եմ ավելացնել քաղցր և կծու պղպեղներ։ 1, 2, 3 փոքր քաղցր պղպեղ և կծու պղպեղի կեսը։ Սրանք էլ մանր կտրատում ենք։ Ազատվում ենք կաղամբի հյութից և
կաղամնել ենք տապակում։ Տեսնենք ինչ ունենք սառնարանում։ Հանենք այն ինչը կարող է մեզ պետք գալ։ Մեկ, երկու, երեք շերտ խոզապուխտ ենք մանրացնում, սա էլ ենք կտրատում խորանարդիկների մանր։ Կառաջարկ եմ ավելացնել պահածոյացված եգիպտացորենի հատիկներ, կես բաշակ։ Շարունակում ենք համեմել, կհամեմեմ սխտորով, մեկ մեծ պտճեղ սխտորով, սա էլ մանր կտրատում և ավելացնում ենք։ Կհամեմենք նաև Մարանիկ ընկերության քրքումով, քարյով, 4 պղպեղով, համտեսենք, համարը, սա տեղափոխում ենք ապակետ հասի մեջ, որ սառչի։ Կավելացնեմ թարմ կանաչի։ Թարմ կանաչներից կառաջարկեմ կանաչ սոխ, փոքր փունջ և սամիտ։ Կրկին փոքր փունջ։
Կողք գնամ։ Սա էր այն ամենը, ինչը առաջարկում է օգտագործել օկոնոմիակի մեջ։ Այժմ անցնենք խմորին։ Խմորի համար 2 ձու ենք ջարդում։ Համեմում ենք Մառանիկ ընկերության աղով, լավ հարելուց հետո վրան կլցնենք արգանակ։ Ես առաջարկում եմ վերցնել հավի արգանակ։ Կարող եք վերցնել սնկի արգանակ, մի խոսքով որը որ կուզեք։ Համեմում ենք քրքումով Մառանիկ ընկերության, որպեսզի խմորը ոսկեզօծ ստացվի։ Վրան մաղում ենք 150 գրամ ալյուր։ Եվ խմոր ենք շաղախում։ Այսպիսի ջրիկ խմոր է ստացվում։ Ալյուրի գնդը քանդելուց հետո տապակված մթերքը լցնում ենք վրան։ Եվ խառնում ենք, տակն ու վրա ենք անում։ Օկոնոմիակին ունի մեծ բլիթի տեսք։ Ես առաջարկում եմ սարքել փոքրիկ բլիթներ, որ ավելի հարմար լինի ուտելը։ Գործ ենք դնում տապակը։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի արևածաղկի բուսայող, բլիթները թող տաքանա ունեն երկու կողմ, մի կողմը կլինի այսպիսի խմորով, բանջարեղենային, մյուս կողմը առաջարկում եմ խոզապուխտ դնել, այնպես որ նախապատրաստենք խոզապուխտը, մի կտրենք մեջտեղից, թող փոքրիկ այս չափի բլիթներ լինեն։ Դնում ենք խմորից, թեթևակի տարածում ենք, որպեսզի բարակ շերտ լինի, արագ եփվի։ Եվ վրաները դնում ենք խոզապուխտ։ Մի կողմից կկարմրի, կշրջենք, կկարմրացնենք նաև խոզապուխտի կողմը, խոզապուխտի կողմը։ Թող տապակվի։
այս կերակուրը մատուցելու ենք սոուսով։ Զուգահեռ կպատրաստենք սոուս։ Վերցնում ենք փոքր կաթսան։ Լցնում ենք Worcestershire սոուս 2 ճաշի գթալ։ 1 թեյ գթալ մեղր։ Երկու ճաշի գթալ սոյա սոուս, և 2 ճաշի գթալ Sloboda ապրանքանիշի կետչուպ։ Մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև թանձրանա։ Վերադառնանք բլիթներին։ Շրջում ենք։ Տապակելուց հետո կտեղափոխենք անձեռոցիկով ամանի վրա։ Սոուսի մեջ առաջարկում եմ ավելացնել մառանիկ ընկերության չորացրած օրեգանո։ Նախապատրաստվենք վերջին։ Ինձ հարկավոր է փշրել նորի շերտ։ Սա վերջում մատուցելիս վրան ենք լցնելու, կամ կարելի է այսպես ձեռքով պոկոտել։ Վերջում մատուցելիս բլիթների վրա մայոնեզ կլցնենք և նորի պատառոտված կտորները։ Օկոնոմիյակի։ Թասի մեջ լցնել մանր կտրատած կաղամբ, համեմել աղով, շաքարավազով, տրորել, բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել, համեմել շաքարավազով, աղով, ավելացնել մանր կտրատած քաղցր և կծու պղպեղներ, ջրքամած կաղամբը, մանր կտրատած խոզապուխտ, պահածոյացված եգիպտացորենի հատիկներ, սխտոր, համեմել քրքումով, քարիով, 4 պղպեղ համեմունքով, տեղափոխել ապակե թասի մեջ, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ և սամիտ, տակնու վրա անել, խմորի համար թասի մեջ ձու ջարդել, աղ անել, հարել, ավելացնել հավի արգանակ, համեմել քրքումով, վրան ալյուր մաղել, խմոր շաղախել, տապակված մթերքը լցնել վրան, տակնու վրա անել, բուսայուղ տաքացնել, ստացված զանգվածը փոքր բլիթների ձևով երկու կողմից տապակել, վրան խոզապուխտի շերտ դնելով, տապակելուց հետո տեղափոխել անձեռոցիկով ամանի վրա։ Սոուսի համար կացայի մեջ լցնել Worcestershire սոուս, մեղր, սոյայի սոուս, կետչուպ, մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև թանձրանա։ Ավելացնել չորացրած օրեգանո, մատուցել մայոնեզի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, տավարի փափկամիս, սմբուկ, դդմիկ, կարտոֆիլ, Sloboda ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։